Քոչարյան, երեք արդեն հայտնի դարձավ, որ ձեր եղբայրը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց, ինչ սպասել այս իրավական գործընթացից հետո, արդյոք հայր Քոչարյան, Ռոբերտ Քոչարյանի հետ կապված ևս սպասում եք, այսինքն սպասելի էր ամեն դեպքում, բայց Քոչարյանի դեպքում, Ռոբերտ Քոչարյանի դեպքում ևս նման որոշում եք ակնկալում։ Տեսեք, ասիկ իրավական գործընթաց, բայց այստեղ իրավական գործընթաց չկա, կա մի հոգու ցուցում, բացահայտ, լկտի, ապօրինի, որին ուղղակի հանցակից են դառնում նաև այսպես իրավապահ եւ դատական համակարգի շատ մասնակիցներ, որտեղ իրավական բացարձակ ոչինչ չկա, գործը հարուցված է 2018 թվականից, ոչ մի նոր բան չկա այս գործում, ուղղակի կա ցուցում, այսպես թքել կպցնել, ինչ որ բան փորձել ստանալ, բանի հանրային հեռուստատեսության համար ու տարբեր կայքերի համար ռեպորտաժներ ստանալ, որովհետև գործի հիմքում ոչինչ չկա։ Մնացած այո, կալանքը եղավ եւ դրանից բացի շատ ուրիշ մարդկանց են կալանավորել, որ դուք պատկերացրեք, օրինակ, այս գործով մի հատ ընտանիք կա, որտեղից 4 անդամի տարել են կալանքի, շատ տարիքով մարդ, իր կինը, 2 աղջիկները, այո, հասորեն մենակ մարդուն, Արամայիս Որսկանյանին տնային կալանք են տվել, իսկ կնոջը կալանք են տվել եւ 2 աղջիկներին երկամսյա կալանք են տվել, նույնիսկ այն դեպքում, որ աղջիկներից մեկը ամուսին չունի, ունի 3 երեխա, որից 2-ը անչափահաս, ու այս կնոջը տարել են կալանքի։ Գիտեք, ապշում է ուղղակի ոնց կարա ասենք նույն քննիչը նման միջնորդությամբ անգամ մտնի դատարան ու դատարանն էլ լինելով, չգիտեմ, հայ, տղա մարդ, չգիտես ոնց ասես, որոշի, որ այդ չէ, անպայման պետք է այդ մարդը լինի բանտում։ Ասենք ինչ չէր կարա տնային կալանքի մեջ լիներ, եթե անգամ այսպես իրավական այդ շղարշը տալիս են։ Չգիտեմ, ես օրինակ չգիտեմ այդ երեխեքին ով պետք է պահի։ Պատկերացնում եք, չէ, քուրն էլ է աստորեն կալանքի մեջ, մայրն էլ է կալանքի մեջ, հա։ Հիմա ձեզ կասեն այդքան փող ունեք, կօգնեք այդ մարդկանց։ Ինչ ասեք են երեխեքը մայր չունեն, մենք գնանք այդ երեխքին մայր, ինչ մայր ջան ինչ ասելու բան այլ է։ Վաղոթեն այսքան կոնկրետ, էլի քանի անց կա կալանավորված է այս պահի դրությամբ ովքեր վարույթ ու կալանավորված։ Չգիտեմ, առնվազն 4 այդտեղ, եղբայրս է մի քանի տնօրեն կա ոնց որ 5-6 առնվազն էլ այս բանը այսպես ինֆորմացիան ամբողջական չունեմ էլ այո փաստորեն հորս հետ կապված 24 ժամյա այսպես ռեժիմով էին մտել երեքան որ առողջական խնդիրներ կար շատ էին ուզում որ դատարան բերեին բայց բժիշկները ասացին որ չի կարելի այսօր առավոտյան 8-ին լրանում էր ձերբակալման որոշման ժամկետը արդեն ու նոր որոշումով գնացել են էլի 24 ժամյա այսպես այս ռեժիմի մեջ մնալու համար տեսնենք կարծում եմ բոլոր հնարավոր ձևեր նպատակը ամեն գնով դատարան բերելն է լինելու լսել եք ցուցումները այստեղ հիստերիկ մեկը կար խոսում էր հիմա ազատության մեջ եք ոնց կբերեք տղամարդիկ ինչը դեր ազատության մեջ լինել ինչով կմեկնաբանեք չէ գիտեք իմ դեպքում Միքայել ավել պետք է լինի դատախազը պետք է գա այստեղ ու ընդհանրապես այս քրեական գործերը հատկապես ապօրինի ինչով են այսպես անարդար պայմաններում ենք լինում որովհետև կա նախաքննական գաղտնիք եւ սրա տակ ինչ այսինքն իրանք ինչ ուզում տարածում են եւ դու սահմանափակ ես լինում այն абսուրդները ցույց տալու իսկ եթե իմ դեպքը լինի փորձեն բերեն գլխավոր դատախազը պետք է գա այստեղ այսինքն շատ ավել չեմ կարծում որովհետև այս իրանք կուզենան խուսափել այս փուլում դրանից նորից եմ ասում իրանք պետք է այդ ռեպորտաժները տալ մասկաներով չգիտեմ վազելով տուն են մտնում ինչ որ այսպես մեծ թվեր են ասում բան են ասում որոնց տակ իրականում դատարկությունն է բայց շատերը չեն հասկանում դա ժողովուրդը նայում է ու շատ էս չի խորանում այս ամեն ինչի մեջ իսկ եթե դատախազը գար այստեղ մենք արդեն պետք է հարցեր տանք ինքը ստիպված է լինելու պատասխանել դրա համար չեմ կարծում Պաստորեն ստացվում է որ պարոն Քոչարյանը մեղադրում է մի բանում որին իր լիազորություններից ելնելով իրականացրել է հիմնական մեղադրանքը եթե չեմ սխալվում դա է գիտեք ոնց է այն ժամանակ սահմանադրության բոլոր որոշումները վավերացնում էր նախագահը չկա որևէ որոշում որը նախագահը չվավերացներ եթե չեմ սխալվում 10,000-ից ավել նման որոշում կա պայմանական կարելի է ամենտեղ մի խնդիր դնել վերջում գնալ ասել այն դեպքում էլ ոնց էին գրել անձամբ վավերացրել ուրիշ ձև չկա չանձամբ վավերացները կլիներ խնդիր եթե անձամբ չաներ
ու կարելի է ամեն որոշման հետ ինչ-որ խնդիր գտնել կամ պայմանական ինչ-որ մեկին հետո մեր հետ կապ հասկանալ ու բերել քրեական չէ աբսուրդ է թե վաղեմության ժամկետների տեսանկյունից թե մնացածի բոլոր ուղղություններով ժողովուրդ ոչ մի իրավական գործընթաց այստեղ ամենապատասխանատվության մասին չկա 7 հիվամ, այսպես իրավական գործընթացներ արեցին, այդ թվում նաև ձեր կնոջ այսպես աշխատավայրում ինչ վերջ հայտնաբերեցին գտան այնտեղ ոչինչ չգտան, ինչ պիտի գտնեին, ասենք իմ այս պիջակների գրպաններն էին հերթով մտնում ստուգում, միտեղ 15000 դրամ կար, վերցրեցին, արգրավեցին, այս կարգի էժան բաներ, հա 15000 դրամ ասենք հատուկ ծրարի մեջ այսպես կնիքով բան չէ ինչ գտնում էին ասենք արտերկրից մնացած կարող են Դուբայից մի չգիտեմ 50 կամ 100 դրհամ որ մնում է տենց ուղղակի տանն է մնում այսպես վերցնում աբսուրդ է Քիչ առաջ իշխանական падգամավորն էր Ճեպազից տարից եւ խոսելով Ռոբերտ Քոչյանի մասին ասում մեզանից ժողովուրդն է պահանջել եւ այս ամեն ինչը անգամ ուշացած է թեև Նիկոլ Փաշինյանը 2018-ից սկսած է խոսել դրա մասին բայց միայն հիմա է իրավապահ համակարգ գործի անցել եւ ժողովրդից հասումն է սա այսպես ասած որ Ռոբերտ Քոչյանին բանտարկեն կամ ունեզրկեն ինչպես հայտարարել է Արժանապետից Գիտեք, ես սրա մասին նույն այն օրն էլ ասացի։ Ես իսկապես հավատում եմ, որ ժողովրդի մի մաս այդ պահանջը կարա ունենա, ու նաև այդ պահանջը ունի բացատրություն, թե ինչից է նաև այդ պահանջը ձևավորվել։ Այդ պահանջի մեջ ինչքան մասնաօբյեկտիվ, ինչքան նա սուբյեկտիվ, ինչքան նա այն նեգատիվը, որ տարիներ շարունակ գեներացրել են, սա ինչքան մասնաօբյեկտիվորեն, ինչքան մասնաստի վրա։ Այսինքն այստեղ տարբեր պահանջներ կարա լինի։ Ու ասում եմ մի հատ լուրջ մասը մեր ժողովրդի նաև պահանջ ունի մեզնից։ Դուք շատ լավ գիտեք լրագրողներդ ինչ պահանջ ունեն, որ մենք ինչ պետք է անենք իրանց հետ։ Տարբեր պահանջներ կարա ժողովրդի մոտ ձևավորվի, օբյեկտիվ, սուբյեկտիվ, բայց երկիրը, եթե ժողովուրդը հավաքվում է, որոշում է, որ ունենում է սահմանադրություն, ապրում է ընդհանուր ինչ-որ օրենքներով, սա մենք չենք կարա ամեն անգամ, որտեղ պետք է այդ օրենքը ծռել ի օգուտ ինչ-որ մի կողմի, ասել դե ժողովուրդը ամեն ինչ այսպես ոնց են ասում, ամենամեծ սրիկայությունները արվում են ժողովրդի անունից, չէ՞։ Ամեն տեղ, որտեղ դու պետք է օրենք խախտես, օրենք թեքես, ասես դե ժողովուրդն ասում, այդպես չի լինում։ Ժողովուրդ կա վերջի վերջո օրենք, կա սահմանադրություն, կա քրեական օրենսգիրք։ Եթե մենք այդ ամեն ինչը պետքա դնենք մի կողմ, այն սրիկայությունները, ապօրինությունները արվեն ժողովրդի անունից, սա արդեն երկիր չի։ Հրանիկ Քոչարյանը Factor TV-ի հետ հարցազրույցում հնարավոր համարեց, որ գլխավոր դատախազը կգա ձեր հետևից։ Ես ընդհանուր ոչինչ չեմ բացառում, բայց ես շատ կուզենամ թող գան ու այստեղ գոնե այն ինչը հիմա քիչ առաջ է ասում, նախաքննական գաղտնիքի տակ կարողանում են պահել, այստեղ արդեն երբ որ գա չեն կարողանալու պահել։ Ես շատ ուրախ կլինեմ թող գան ու այդ հարցերը տանք ու բոլորի համար թող ակնհայտ լինի ինչքան փուչ ու դատարկ է այս ամեն ինչը։ Պարոն Քոչարյան, այսինքն դուք կտրականապես, այսպես ասած, հերքում եք, որ դուք ապօրինի ծագում ունեցող որևէ ներողություն հարցս ավարտեմ, գույք ունեք, որովհետև արդարադատության նախարարն էլ հարցազրույցներից մեկում վերջերս տրված, ասում է դե որևէ անձ իհարկե չի ընդունելու, որ ինքը ապօրինի ծագում ունեցող գույք ունի, երեկ էլ Նիկոլ Փաշինյանը ամբիոնից թվարկում էր, օրինակ ասում էր օրանժ ֆիթնեսը ժամանակին եղել է պետական գույք, դուք մասնավորեցրել եք, դարձել եք օրանժ ֆիթնես Ավանում գտնվող տարածքի աններողություն Play City-ին, դարձրել եք էլի մասնավոր, դրանցում են ձեզ մեղադրում, հիմա դուք ապօրինի ոչինչ չունեք։ Մենք ապօրինի ոչինչ չունենք, ես սրա մասին ասել եմ, բազմից եմ ասել ու այն մասով, որով որ մեր դեմ այսպես հայցեր են ներկայացրել հետապնդումներ կա, ամեն ինչ դատարանում է գտնում, ամեն ինչ կալանքի տակ է արդեն վաղուց։ Իմիջիայլոց շատ երկար ժամանակ չի եղել, եթե նորից կրկնեմ, եթե լիներ մտավախություն, լինել գերնպատակ, այսպես ունեցվածք պահելու, այդ ամեն ինչը կարող են ժամանակին օտարել, ասում հանգիստ թողնել գնալ, ամեն ինչ մեծ հաշվով, ամեն ինչ, ինչի մեջ մենք ունենք մասնակցություն, այդ ամեն ինչ այդ ապօրինի գույքով բանի տակ է, այսինքն մենք 2023 թվականից ինքը բիզնեսը աշխատում է, բայց ամեն ինչ կալանքի տակ է։ Այսինքն նույնիսկ դու այդ տեղից չես կարողանում շահույթ ստանալ, էլի ինքը ուղղակի, հա։ Որոշ ընկերություններ։ Այո, ինչ որ գործունեություններ կապարակնքված է, դրա իմաստն չգիտեմ, անկեղծ չգիտեմ։ Այդ թվում է Sirusho Production-ը, չէ՞։ Չէ, Sirusho Production-ը, չէ։ Երեք կապարակնքված էր։ Կապարակնքված չի եղել։ Այստեղ ուրիշ հարց կա, որ այնտեղ մտել են այն գրասենյակը, որտեղ գլխավոր գրասենյակը որտեղ աշխատում է, բայց այստեղ իրանց խնդիրը տարածքի հետ էր։
ոչ թե պրեդոմեշի մասով բան չկա, այսինքն խանութները աշխատում են։ Այնուհանդերձ ձեր հոր նախագահ եղած օրինակ փաստը իշխանությունը նաև իրավապահները մենք տեսանք այդ հայտարարությունը կապում են ձեր ունեցվածքի այսպես ձեռքբերման հետ, հա։ Դուք հիմա այստեղ հերքում եք, որ օրինակ ձեր անունը նախկին նախագահի որդիներ եղած, այսպես ասած, լինելը, հա, կապ ունի այդ ունեցվածքի, այսինքն որևէ նվազ գնով, իրավապահները չկարող հայտնաբերել, իշխանությունը հենց դրա մասին է խոսում, որ հովանավորչություն է եղել, հիմա դուք դա Տեսեք, ես դա դուք եղել եք, այսպես ասած, չգիտեմ, հաջողակ բիզնեսմեն, դուք եւ ձեր Ես հասկանում եմ ձեր հարցը, ես դրան առիթ ունեցել եմ անդրադառնալու, օրենքի տեսանկյունից, այո, ես դա հերքում եմ։ Այո, կարող է մեր զբաղեցրած դիրքը որոշակի առումով ավելի հետաքրքիր է դարձրել ինչ-որ գործընկերներ ձեռք բերելու, ինչ-որ մարդկանց հետ այսպես հարաբերություններ հաստատելու գործնական, բայց եթե մենք սա նայում ենք այն տեսանկյունից, որ դա եղել է ինչ-որ արտոնությունների տեսքով, ոչ դա այդպես չի եղել, գիտեք, այսօրվա հիմա 2026 թվական ենք, մենք շատ ժամանակ այսօրվա այսպես մեր աշխարհայացքով ընկալմամբ փորձում են վերլուծել 2000-ականները, ինչ-որ դեպքերում 90-ականները, որն այդպես չի, իրականություն տարբեր է եղել այն ժամանակ, թե այդ նույն հողերից, որ խոսում ենք, այսինքն հողեր կա, որ այն ժամանակ բացարձակ բիզնեսի տեսանկյունից ոչ մի գրավչություն չեն ունեցել, այսինքն եթե մի բանը պայմանական 2001 թվականին արժեցել է 10 դրամ, այսօր դա արժենում է 1000 դրամ, ու եթե այսօր ասում են, այ 1000 դրամանոց գույքը, բայց դա 1000 չի, դա այն ժամանակ 10 է եղել, պայմանական եմ բերում։ Ու այս նույն սկզբունքով նաև ինչն եմ, ես միշտ այս տարբերությունն եմ փորձում ցույց տալ, որ իրենք այս ամեն ինչ անում են ընտրողաբար։ Այսօր իշխանությանը շատ լավ գիտեք, մտերիմ մոտ կանգնած, չգիտեմ, օլիգարխ կասեք, բիզնեսմեններ կասեք, նախկին պաշտոնյաներ, գործող պաշտոնյաներ, որոնց հետ կապված նույն հարցերը չի առաջանում։ Նաև այսպես լրատվականների բանն է մշտապես, ես հասկանում եմ, նաև դա մեծ դիտումներ է ապահովում, այսպես գումարից խոսալ, սկանդալներից մնացածից, բայց ուշադրություն չի դարձվում շատ դեպքերում, որ նույն շատ ավելի ուրիշ նման երևույթներ կան, այն անձանց դեպքում, ովքեր իշխանությունը մոտ կանգնած են, մի հատ թթու բառ չեն ասում, բայց իրանց դեպքում ոչ մի հետևանքներ դա չի ունենում, ոչ մեկ ում եք տեսել, որ իշխանության այսպես ասած հովանում ներքո են։ Բայց իրենց մարզպետներից կան նման մարդիկ, իշխանության մեջ գտնվող, իրենց աջակցող, իրենց քարոզչությանը նախընտրական աջակցող գործարարներ, որոնց դեպքում իրանք չեն գնում հետ 20 տարի, 30 տարի, ասեն, այս օրինակ այս գույքը ձեռքես բերել այսքանով, ոնց է այդպես ստացվել, ինչի արդյունքում ա եղել, բազմաթիվ են նման դեպքեր, իսկապես բազմաթիվ են։ Նույն այն մարդիկ, ովքեր այսօր իշխանության են։ Հիշում եք ինչ անուններ էին տալիս մինչև 2018 թիվը։ Միակ փորձեք նայեք, քանիսն են որ տեղավորվել են, քանիսն են այնպես որ այս ամեն ինչը նույնիսկ եթե ինչ որտեղ իրավական գործընթաց է, սա կիրառվում է ընտրողաբար, սելեկտիվ։ Պարոն Քոչարյան, խոսեցիք ժողովրդի մոտ ի հայտ եկած հարցադրումից, թե ի վերջո ձեր ընտանիքին, Քոչարյան ընտանիքին, որտեղից այդքան գույք, չեք կարծում, որ օբյեկտիվ հարցադրում է պարոն Քոչարյան։ Տեսեք, ես կարծում եմ, որ օբյեկտիվ է, պատասխանեմ ուզում եք հետո շարունակենք։ Հիմա այդ օբյեկտիվ հարցադրումը ստանալու համար ես որտեղ դա պետք է անեմ։ Այստեղ այն ամբիոնից որտեղ։ Դրա համար ընդունել են օրենք, որը ամեն դեպքում կարծիքով հակասահմանադրական է, բայց ինչ որ այդ օրենքը կա։ Այդ օրենքի հիման վրա հարուցել են գործ, որը հիմա գտնվում է դատարանում, որը դռնբաց է։ Հիմա այդ դատարանն է այն տեղը, նու գոնե օրենքի իմաստով այդպես պիտի լինի։ Այդ դատարանն է այն տեղը, որտեղ ես պետք է գնամ բացատրեմ, այս ինչը որտեղից, այս մյուսը։ Հիմա իրանք դրան չեն սպասում, իրանք դա չեն ուզում, որովհետև իրանք պետք է աղմուկը։ Այսինքն բերել են, չէ, այդ նույն ընտրողաբար կլինի, ինչ կլինի, այդ գործը հասցրել են դատարան։ Դուք ապօրինի գույքի Այսինքն Ես ամեն ինչով ապօրինի գույքի օրենք նկատի ունեմ։ Այս ամեն ինչը դատարանում, այսինքն դա այնտեղն է, որտեղ օրենքի իմաստով ես պետք է այդ ձեր ասած հարցերի պատասխանը տամ նաև թե ժողովրդին, թե դատարանին, թե դատախազությանը։ Հիմա այս ամեն ինչի իմաստով ո՞րն է։ Տարել է գործը դատարան, ու նաև ինձ թվում է հատուկ են այնքան ձգում, որ ամեն անգամ այսպես
չհաստատված ու չհերկված տեղեկությունները, այսպես որակեմ, հա, փորձել այս ամբիոնից տարբեր լրատվականներում սրա մասին խոսել, սրա շուրջ աղմուկը միշտ լինի, մարդկանց միշտ գրգռեն այս ամեն ինչով, որովհետև երբ որ իշխանությունը իր հիմնական գործը տապալում է, երկրի անվտանգությունը, մնացած հարցերում, ստիպված նման բաներից պետք է խոսա անընդհատ, որ ինքը միշտ ինչ որ պայքարում է մի հատ ավելի մեծ ինչ որ բանի դեմ, արտաքին ինչ որ մնացած դրա համար է։ Իհարկե, նաև դրա համար։ Տեսեք, բանակում արդեն քանի ինքնասպանության բան դեպք ա եղել կամ սպանության դեպքեր են եղել իրենց ասելով խաղաղ պայմաններում։ Հիմա այս ամեն ինչը մնացածը Տիգրանաշնի հարցում է։ Եկեղեցու հետ կապված այս լեկտի հարձակումները կան, Ադրբեջանից անընդհատ չդադարող պահանջները ու այս ամեն ինչի ֆոնին իհարկե իրանք պետք է այս ամեն ինչից խոսեն, որովհետև ժողովրդին պետք է ապահովել տեսարաններով։ Իրենք իդեպ նաև ասում էին մենք տեսել ենք Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պահած բանակները հակադարձ։ Իսկ քարտեզը տեսել են։ Քարտեզը տեսել են։ Ինչ քարտեզ են ունեցել։ Պարոն Քոչարյան, բայց հստակ հարցադրում է անում Նիկոլ Փաշինյանը, ինչու եք դուք միլիոնատեր։ Որովհետև նախ քիչ առաջ ասացի, այդ ամեն ինչի հետ կապված, ասել եմ, կա գործ, որի շրջանակներում ամեն ինչ կոպեկ առ կոպեկ երևալու է եւ ցույց է տրվելու, բայց ինչի ենք, որովհետև վաղ հասակից եղբայրս ինչ որ տարիքից ես զբաղվել ենք բիզնես գործունեությամբ։ Սա չի եղել օրենքից դուրս։ Ես չգիտեմ ինքը ինչ թվեր ասում, անկեղծ է իրանց թվերը ոնց են հաշվում, ես միլիոնատեր չեմ եղել 28 տարեկան։ Շատ հեռու եմ եղել միլիոնատեր լինելուց։ Հիմա այս ամեն ինչը, որ ինքը հարցնում է, սրա համար կա իրավական ճանապարհ, որ իրավական ճանապարհով իրանք այդ հարցադրումը արել են։ Իհարկե այնտեղ էլ շատ այսպես ապօրինի է շատ բան, բայց այս է այդ հարցի պատասխանը։ Ես հիմա չեմ կարող այստեղ գամ, նստեմ 2 ժամ, նստեմ բացատրեմ ինչը ոնց, որ իրանք էլ ըստ դրա հետո փորձեն գնա դատարանում, ըստ դրա հարմարացնեն, փորձեն, որովհետև արդար գործընթաց չի սա, այսպես որ իրանք միլիոնատեր դարձել։ Ես անկեղծ չգիտեմ, գիտեք, կա ինչ որ ընդհանրապես ոնց են հաշվում։ Օրինակ այստեղ գալիս շուրջ թվեր են, չէ՞, ասում։ Ես գաղափար չունեմ այդ ինչ ձևով են հաշվում, ոնց են ասում։ Այսինքն դու պայմանական ունես ինչ որ գույք կամ ինչ որ ընկերության մեջ մասնաբաժին, որը ժամանակի հետ կարող է իր արժեքը բարձրանում է։ Ես չես նստում դու ամեն օր հաշվում քո ինչ որ մասնակցություն ընկերությունում այդ պահի դրությամբ ինչ արժեք է իրանից ներկայացում։ Դրա համար ես դժվարում եմ այդ հարցին պատասխանել։ Իսկ մնացածը ինչ կա ինձ մոտ կոնկրետ հայտարարված է, այստեղ ոչ մի բան չկա, այսպես գաղտնի։ Երբ որ արդեն իրավական գործընթացներ, երեք որ արդեն իրավական գործընթացներ կային, դե չտվեցիր։ Դրան զուգահեռ նաև Փաշինյանը ամբիոնից կրկին, չնայած իրավականին կար, բայց կրկին այնտեղից ասում էր ես դատելու եմ, կզացնելու եմ, այս խոսույթը ինչ է հուշում, այսինքն երբ որ իրավական գործընթացը զուգահեռ գնում է, ինչու է ամբիոնից քաղաքական նույն տեքստերը ասում, ինչի մասին նախընտրական շրջանում էլ ենք լսել։ Տեսեք, ես կարծում եմ ինչ է ասում, շատ ճիշտ հարց եք տալիս, ինչ է ասում, էլ օրինակ երկրի փաստացի վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը ամբիոնից ինչ որ ասում է կզացնելու եմ, նստացնելու եմ ու նեզրկելու եմ։ Ես էլ եմ փորձում այդ հարցի պատասխանը գտնել, որովհետև սա ոչ մի նորմալ տրամաբանության մեջ, ժողովրդավար երկրի տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Երևի թե մտածում է, որ այդ իր խոսքը ունի սպառում, ունի ընկալում իր ընտրազանգվածի որոշակի հատվածի մոտ, այսինքն նրանց սրտով է դա, ու դրա համար դա ասում։ Չի արդեն հրահանգավորում ունի, կներեք, ինքը թքած ունի, որ իրավական առումով այդ իր խոսքերը հետագայում էս իրավական գործընթացներով Եվրոպական դատարանի վեճերում լուրջ գործիք է լինելու մեր ձեռքում, ցույց տալու, որ սա քաղաքական հետապնդում է ամենաուղիղ ձևով։ Բայց ինքը թքած ունի այդ ամեն ինչի վրա։ Ինքը իմիջիալից հիմնականում այդպես է գործում։ Այդ պահին խնդիր լուծելու համար։ Այս պահին պետք է սա ասել։ Ինքը կասի թքած ունի, հետո Հայաստանը դրա պատճառով ինչ որ մաս կտրվի Հայաստանից, ժողովրդավարությունը կտուժի, վատ զեկույցներ կլինեն, տնտեսությունը կտուժի։ Մեծ հաշվով նաև տնտեսության առումով ինչ է եղել։ Իրանց չգիտեմ, անհեռանկար մի քիչ մեղմ ասել, բայց առնվազն անհեռանկար հիմար քայլերի արդյունքում այսօր շատ տնտեսվարողներ, գյուղացիներ ունեն խնդիրներ։ Ու ինչի պատճառով։ Հա, մեկ էլ գալի կանգնում ասում են, մենք սուբսիդավորում ենք այսքան միլիարդ դրամ, բայց այդ գումարը կարող ուրիշ տեղ չէ ուղղել։ Այսինքն այդքան գումարը, որ դուք հատկացնում եք, հորդ տնից չես բերում։ Հարկատուների բյուջեի փողերն ես դուք բերում, սուբսիդավորում մարդկանց այն խնդիրը, որը դու ես ստեղծել։
ինչի համար եթե այդ գումարը կարար ուղղվեր ուրիշ մի հատ էլ հպարտությամբ ասում եմ, մենք սուբսիդավորում ենք միլիարդավոր դրամներով։ Այդ գումարը կարող ուրիշ բանի վրա ուղղվեր։ Ինչի՞ ես դու այդ հիմարությունը արել, որ այդ մարդիկ խնդիր ունենան, որ մի հատ էլ մտածես գնաս իրանց փող տաս, հանկարծ ցույց չանեն քո դեմ։ Պարոն Քոչարյան, երեք ձեզ պատկանող ինչ որ շատ տարածքներում նաև փակվեցին, հա, այդ տարածքները քննչական գործողությունների ժամանակ։ Հիմա բոլոր, չգիտեմ, ընկերություններ կամ կազմակերպություններ ոնց ձևակերպեմ, դրանք բաց են, այնտեղ բնականոն աշխատանք է, ընդհանուր թե այսօր էլ կան ինչ որ քննչական գործողություններ։ Ես տեղակ չեմ, անկեղծ տեղեկություն չունեմ, կարծեմ չկան, ինչ որ բաներ փակվել են, ու այդպես մնացել են, չգիտեմ դրա իմաստը որն է, ասենք փակել։ Այդ ամեն ինչ միևնույնն է, այսպես կալանքի տակ է, չես կարող դողոտարել։ Իսկ բիզնեսը աշխատում է, մարդիկ չոր աշխատավարձ են այդտեղից ստանում, իրենց տներն են պահում, գնալ փակել են, նույնը Ծառուկյանի դեպքում չարեցին։ Անկեղծ իմաստը չեմ հասկանում, հա։ Այս բանը չեմ կարող ասել, այս բանը չեմ կարող ասել։ Այսինքն հակակոռուպցիոն դատարանում ընթացող Ինձ հեռու եմ բիզնեսից, իսկ այնպես չեմ տիրապետում։ հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատապրոցեսի ժամանակ պարոն Քոչարյան համոզված եք, որ ապացուցելու եք ձեզ պատկանող այսինքն այն ամբողջ ցանկը, որը ներկայացված ամբողջությամբ դուք երեք եւ արդեն այսօր հրավիրվել եք հարցաքննության այդ գործի շրջանակում, թե ոչ ինչպես նաեւ ես որևէ կարգավիճակ չունեմ այդ գործով, չգիտեմ, նման հրավեր դեռևս չեմ ստացել, չէ, քույրս էլ չեմ։ Պարոն Քոչարյան, ներողություն եմ խնդրում, իսկ դուք որևէ գույք ապօրինի ծագմամբ, ինչը Քոչարյան ընտանիքին է, վերադարձրել եք պետությանը։ Ինչ պետք է հասկանում եք ձեր հարցադրումն է արդեն մեղադրական։ Դուք նախ ես չեմ գտնում Ես ոչ մի մեղադրել, ես ձեզ հասկանում եմ, որովհետև դուք ասում եք ապացուցելու, ես ուզում եմ իմանալ, դուք բոլորի մասով եք պատրաստվում դատարանում, այսպես ասեմ, կռիվ տալ, դրա համար չեք վերադարձել։ Այդ կռիվը գիտեք, որ երբ որ ասում են վերադարձնել, ու արդեն կանխավարկած է նա, որ ինչ որ մի բան սխալ է, ու պետք է վերադարձնես, չէ, ոչ մի բան սխալ չի, որ մի հատ էլ վերադարձնես։ Ուղղակի էս է քաղաքական հետապնդում է, սրա մեջ ենք ապրում արդեն 8 տարի, ու այս պայքարը չի դադարելու, այստեղ վերադարձնելու հարց չկա։ Վերադարձնում ես մի բան, որը քոնը չէ, որը քոնն է, դու պահում ես, փորձում ես ցույց տաս իրավական ճանապարհը, որ դա այդտեղ մի խոսքով այդ մասը։ մի լրացուցիչ հարցը 3 վարչապետն ասում էր, որ 8 տարի է ինքը վարչապետը միլիոնադեր չէ, դուք ձեր հայրը 10 տարի եղել են նախագահ եւ միլիարդներ է դիզել, ինչու՞ էր բացատրել, ինչպես է ստացվել իր դեպքում միլիարդատեր չէ, դուք միլիարդատեր եք։ Դուք ունեք այդ հարցի պատասխանը, կարող եք հիմնավորել։ Ինչպես է ես չեմ հաշվել ինքը ինչ ունի, ինչ չունի, թե իրականում ամեն դեպքում դրանից գիտեք ասма թե իրականում ինչ կա, այդ հետագան ցույց կտա, էլի, հետագա ընթացքը հերձումը ցույց կտա, թե իրականում ով ինչքան գումար ու ինչ ունի, էլի, որովհետև այն ինչ մեր երկրի հետ կատարվեց վերջին 8 տարիներին, գիտեք, շատ ուրիշ հարցերի ու կասկածների տեղիք է տալիս։ Այն վնասը, որ տվել է Նիկոլ Փաշինյանը մեր երկրին, հայկական շահին, ընդհանուր նաև արժեքի տեսքով Արցախի մնացածի այն կորուստները, որ մենք գնացել մարդկային կյանքերը գնահատել էլ չի, դա չես կարող բանով հաշվել էլի, բայց այն վնասը, որ տվել է, դա ուղղակի ինչքան էլ էս կոռուպցիաներից խոսամ, միլիարդներ են խոսում, բան, ընդհանրապես համեմատելի չէ այն վնասի հետ, որը Նիկոլ Փաշինյանը տվել է մեր երկրին։ Ես գիտեմ, որ դուք միշտ ուզում եք ունեցվածքի մնալ, բայց անընդհատ այ միշտ ես էլ ասում եմ, որ ես ձեր ասածը ես չեմ կարող հաստատել։ Գիտեք, խոսում եք, ասում եք ինքը էսպես ասեց։ Քանի օրինակ ձեզ բերեմ, քանի օրինակ ձեզ բերեմ, երբ որ ինքը ինչ-որ մի բան ասել է, ու սուտ ասել։ Քանի 8 տարվա մեջ։ Իհարկե ունեմ, ես իր ամեն ասածի հետ կասկած ունեմ։ Ես չեմ կարող, բանական մարդը չի կարող իր ասածների հետ կասկած չունենալ։ Եթե մի մարդ խաբել է ոչ թե 1, 2, 3, 4, 5, այլ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր անգամներ, ես ոնց կարող եմ իր ասածների հետ կասկածներ չունենալ։ Պարոն Քոչարյան, բայց ոնց է ստացվել, գուցե դուք բարձաբան եք, որ կասկադում այդ էժան հողը վերցրել եք, բայց 1.7 միլիարդի օգուտ ունեցել։ Այդ իրավական մասերը ես հիմա չեմ մեկնաբանելու։ Ընդհանուր գործը ու մոտիվացիան այս գործի ընթացքը ամբողջությամբ քաղաքական է։
Ես վստահեցնում եմ ձեզ, եթե այս նախաքննական գաղտնիքը չլինի, այդ ամեն ինչի բացատրությունը շատ բան կա։ Հիմա դուք ինձ, բայց իրավական գործի մեջից ինչ որ բաներ եք ասում, որի ես չեմ կարող համապատասխանել։ Ես այդ ձեր արած բնդմանը ես չեմ կարող արձագանքել, որովհետև դրան չեմ տիրապետում։ Բայց ես գիտեմ, որ տարածած հաղորդագրությունից հատված։ Տարածած հաղորդագրության հատվածը, գիտեք էլ ինչեր կա տարածած հաղորդագրություն, ձեզ թվում է ինչ տարածած հաղորդագրությունն է, դա այսպես հալածյոտ է։ Այսինքն այդ մասը իրավական այս ամեն ինչի ես անկեղծ չգիտեմ ինչի մասն է խոսքը։ Կասկադի էժան։ Ես չգիտեմ, հաջա։ Դե այստեղ է խոսում, ես այստեղ խոսեմ։ Պարոն Քոչարյան, Որ բայց շատ շոկայել եք փոխենք եզրափակ։ Երկրորդ նախագահի տնից ինչ են արգելվել քննչական գործողությունների արդյունքում։ Չգիտեմ, երևի ինչ որ հեռախոս բան նման բաներ, նորմալ չգիտեմ։ Դեռ հիվանդանոցում է, պարոն Քոչարյան։